Կարող ես մի փոքր պատմել քո կյանքի մասին, հիմնական փաստերով։ Ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Փասադենայում, իսկ այժմ ապրում եմ Բրբնքում։ Ես շրջագայող ստենդափ կատակերգու եմ, ինչպես նաև բովանդակություն ստեղծող։ Կարծում եմ, շատերի համար լավ ընկեր եմ, լավ որդի, ծնողներիս համար, լավ եղբայր, քրոջս համար։ Եվ ամենից շատ սիրում եմ լինել քեռի, դա իմ կյանքի ամենամեծ ուրախություններից մեկն է։ Ավելին, սիրում եմ լինել իմ զարմիկների ամենասիրելի քեռին։ Քրոջս երեխաների հետ մի ավանդույթ ունենք, որը ես եմ հորինել։ Երբ նրանք դեռ փոքր են, ես անակնկալ կազմակերպում եմ նրանց համար մի օր, որը կոչվում է Super Carry Fun Day։ Այդ օրը փորձում եմ դարձնել նրանց կյանքի ամենազվարճալի օրը։ Հիմա նրանք արդեն 16 եւ 14 տարեկան են, բայց մենք մինչեւ հիմա շարունակում ենք այդ ավանդույթը։ Ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ Հիսուս Քրիստոսին եւ պարզապես փորձում եմ լավ մարդ լինել։ Փորձում եմ կյանքը հնարավորինս ուրախ դարձնել ինձ շրջապատող մարդկանց համար։ Պատմիր, ինչպիսին էր մեծանալ հայկական ընտանիքում Ամերիկայում։ Շատ հետաքրքիր եւ միաժամանակ յուրահատուկ էր։ Տան ներսում Հայաստանն էր, իսկ դրսում Ամերիկան։ Տանը հայկական մշակույթ էր, լեզուն, ավանդույթները, իսկ դրսում լրիվ այլ միջավայր։ Մեր սերնդի համար դա երբեմն շփոթեցնող էր, որովհետև մեր ծնողները նոր էին տեղափոխվել այնտեղ։ Նրանք լիովին չէին հասկանում, թե ինչ է կատարվում ամերիկյան հասարակության մեջ, բայց հաճախ կարծում են, թե հասկանում են։ Այդ պատճառով մեր սերունդը շատ սխալներ արեց, տարբեր շրջանցիկ ճանապարհներով անցավ, բայց ի վերջո հաղթահարեցինք ամեն ինչ։ Ինչպես կպահպանես հայկական մշակույթը քո ապագա երեխաների մեջ։ Կարծում եմ, եթե դու իսկապես սիրով եւ նվիրվածությամբ ես վերաբերվում ինչ-որ բանի, այդ սերը բնական ձևով փոխանցվում է երեխաներին։ Դա կարող է լինել լեզուն, երաժշտությունը, արվեստը կամ հայկական ավանդույթները։ Երբ ինչ-որ բան իսկապես սիրում ես, ուզում ես, որ երեխաները նույնպես սիրեն այն։ Դրա համար բազմաթիվ ճանապարհներ կան։ Խիստ հայկական հայր կլինես։ Հավանաբար այո, բայց մյուս կողմից, երբ նայում եմ, թե ինչպես են վերաբերվում զարմիկներիս, տեսնում եմ, որ շատ փափուկ սիրտ ունեմ։ Կարծում եմ, սեփական երեխաներից դեպքում ամենայն հավանականությամբ մեծ արդյունք հայրիկ կլինեմ։ Ո՞րն է հաջողության մասին ամենամեծ թյուր կարծիքը, հատկապես կատակերգության ոլորտում։ Շատերը կարծում են, թե կատակերգուները միշտ աղմկոտ, շատախոս ու զվարճալի են։ Իրականում ես բավականին լուրջ մարդ եմ, սովորաբար նստում եմ եւ մտածում իմ մտքերի մասին։ Երբ մարդիկ քեզ ճանաչում են որպես կատակերգու, երբեմն սպասում են, որ իրական կյանքում էլ անդադար կատակներ անես։ Իսկ երբ տեսնում են, որ դու սովորական հանգիստ մարդ ես, կարող են նույնիսկ մի փոքր հիասթափվել։ Իրականում շատ կատակերգուներ ինտրովերտ են, եւ ես նույնպես նրանցից մեկն եմ։ Ո՞րն է այն գինը, որ վճարել ես հաջողության ու ճանաչման համար։ Ես ինձ այնքան հայտնի չեմ համարում, բայց որոշ ճանաչում իհարկե կա։ Ամենամեծ դժվարությունը այն չէ, որ հասնես որոշակի մակարդակի, այլ այն, որ կարողանաս պահպանել այդ մակարդակը։ Մրցակցությունը միշտ կա, սոցիալական հարթակները մշտապես փոխվում են, նոր միտումներ են առաջանում եւ պետք է շարունակաբար աշխատես ու զարգանաս։ Ամեն օր նոր մարտահրավեր է։ Ինչ համոզմունքից ստիպված եղար հրաժարվել, որպեսզի կարիերադ զարգանար։ Ամենակարևորն այն է, որ հասկացա, պարտադիր չէ, որ բոլորը սիրեն ինձ կամ իմ կատակները։ Կատակերգությունը շատ անձնական բան է, մարդիկ տարբեր հումոր ունեն, տարբեր բաների վրա են ծիծաղում։ Երբ դա ընդունում ես, հասկանում ես, որ եթե ինչ-որ մեկին քո հումորը դուր չի գալիս, դա լիովին նորմալ է։ Երբևէ բեմից հետո լացել ես։ Ոչ, երբեք չեմ լացել, բայց եղել են պահեր, երբ շատ ծանր եմ տարել անհաջող ելույթները։ Ստենդափի դժվարությունն այն է, որ կատակի հաջողությունը ստուգելու միայն մեկ ճանապարհ կա, այն գրել եւ ներկայացնել հանդիսատեսին։ Ամեն անգամ բեմ բարձրանալը ռիսկ է, մարդիկ կարող են չծիծաղել, դալիճը կարող է լրիվ լուր մնալ։ Երբ նոր ես սկսում ստենդափով զբաղվել, դա շատ դժվար էր։ Ամեն անհաջող ելույթ անձնական է ընդունում։ Ժամանակի ընթացքում սովորեցի այդ ամենին այլ կերպ վերաբերվել եւ չընդունել որպես անձնական ձախողում։